Արարատ Մկրտումյանի անվան հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին։ Այսօր տոն է, գրական տոն հաղպատում, որը կենսագրական կարևոր մի ելակետ է դառնալու Արարատ Մկրտումյան գրական այս մրցանակաբաշխության գրական պարնասի ուղին բռնած երիտասարդ բանաստեղծների ու գրողների համար։ Դե այսպես է, եթե խոսքը երիտասարդների մասին է, ուրեմն խոսքն ապագայի մասին է, հայ գրականության ապագայի։ Իսկ Արարատ Մկրտումյան մրցանակաբաշխությունը կրկին նախաձեռնել է Արարատ Մկրտումյան հիմնադրամի նախագահ մրցանակաբաշխության հովանավոր Արթուր Մկրտումյանը։ Ուշ է արդեն, օգնիր ինձ կայծակել այս բազմաժխոր լռությունը, թվված, գոնե երկու բառով, բարի ճանապարհ։ Բարի ճանապարհ։ Արարատ Մկրտումյան հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2016 թվականին Արարատ Մկրտումյան հիմնադրամի կողմից եւ այս տարի անցեկացվում հոբելյանական 10-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունը անցեկացվում Շիրակի եւ Լոռու մարզերում, որին կարող են մասնակցել միայն երիտասարդներ։ Կանոնադրության համաձայն հիմնադրամը նախաձեռնում եւ ֆինանսավորում է առաջին տեղը գրաված երիտասարդ բանաստեղծի ժողովածուն, իսկ մրցանակաբաշխության մյուս առաջատարների բանաստեղծությունները տպագրվում են անթոլոգիայով ժողովածույով եւ կրկին հիմնադրամի ֆինանսավորմամբ։
2023, 24 և 25 թվականներին մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև երիտասարդ արձակագիրները։ Արդյունքում տպագրվեց առաջին մրցանակի արժանացած մասնակցի «Արցակ» ստեղծագործությունների գիրքը, իսկ մյուս մասնակիցների աշխատանքները տեղ գտան ժողովածուի մեջ։ Այս տարի ևս մրցանակաբաշխությունը կայացել է արձակի և չափածոյի ժանրերում։ Հայտ ներկայացրած բանաստեղծներից մեկը դարձել է առաջին կարգի մրցանակակիր և արժանացել հիմնադրամի կողմից իր գիրքը տպագրելու իրավունքին։ Ցավոք, արձակի ժանրում առաջին մրցանակ չի շնորհվել։ Արարատ Մկրտումյանի մասին տեղեկույթը ներկայացված է, իսկ այժմ ողջույնի խոսքի համար խոսափողի մոտ ենք հրավիրում Հայաստանի գրողների միության Շիրակի բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանին։ Ինչպես արդեն գիտեիք և ինչպես ևս մեկ անգամ տեղեկացրին, այսօր հայ տաղանդավոր բանաստեղծ Արարատ Մկրտումյանի ծննդյան օրն է։ Եվ ինչպես արդեն ավանդույթ է դարձել, մենք ժամանեցինք լորի աշխարհ ու երկակի դիմավորում տեսանք։ Վանաձորը մեզ դիմավորեց իր ժպիտով, իսկ Արարատ Մկրտումյանի ծննդավայր Ալավերդին իր թախվիծակով, բայց երկուսն էլ գրկաբաց։ Արարատ Մկրտումյանն այսօր կլիներ 69 տարեկան, և այդ 69 տարիներից 38-ը նա ֆիզիկապես մեզ հետ չի եղել, բայց մեզ հետ եղել է Արարատի մասին հիշողությունները և Արարատի բանաստեղծությունները, որը քիչ առաջ մենք ըմբոշխնեցինք, որոնց մի փոքր մասը քիչ առաջ ըմբոշխնեցինք։ Զարմանալիորեն այս 38 տարիների բացակայությունը ոչ միայն պակասեցնում է Արարատի արդիականությունը, Արարատի բանաստեղծության արդիականությունը, այլ ինչքան գնում ավելի արդիական է դառնում Արարատ Մկրտումյանի ստեղծագործությունները։ Եվ սա անուրանալի տաղանդի երաշխիքն է։ Արդեն 10 տարի է ինչ հայ գրական մամուլում նաև շրջանառվում է Արտուր Մկրտումյանի անունը, անձնավորություն, որը շատ բան է արել հատկապես Լորվա և Շիրակի գրականության համար։ Այս 10 տարիների ընթացքում տպագրվել են 12 հեղինակների առանձին գրքեր, որպես առաջին մրցանակներ, և 14 անթոլոգիաներ թե պոեզիայի և թե արձակի ժանրում։ Ընդհանուր առմամբ տպագրվողների քանակը մոտենում է արդեն 100-ի։ Մեծապես կապվում է Արտուր Մկրտումյանի անվան հետ։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում պարոն Մկրտումյան և ձեզ, և հիմնադրամին, և Մկրտումյան ընտանիքին։ Խնդրում եմ ծափահարեն։ Մենք այսօր 3 գրքերի նաև կարելի ասել շնորհանդեսին ենք ներկա լինելու։ Ունենք առաջին մրցանակակիր պոեզիայի ժանրում և ունենք 2 անթոլոգիաներ, պոեզիա և արձակ։ Նաև այսօր բացի Արարատ Մկրտումյանի ծնունդը լինելուց, նաև Մարիամի ծննդյան օրն է, Մարիամ ջան, շնորհավոր քո ծնունդը։
Yar çumenay Վանուհի Մելքոնյան Բարեկամներ, Արարատ Մկրտումյանի անվան Հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխության մասնակից բոլոր երիտասարդներին եւ իհարկե մեզ բոլորիս ողջույնի խոսք է ասում նախաձեռնության հեղինակ Արարատ Մկրտումյան հիմնադրամի նախագահ մրցանակաբաշխության հովանավոր Արթուր Մկրտումյանը Ողջույն սիրելի հյուրեր, խոսքը լինելու շատ կարճ եւ հիմնականում շնորհակալական խոսք, բայց շնորհակալական խոսքի ասացողների ցանկը երկար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցույթի բոլոր մասնակիցներին, շնորհավորել ձեր հաղթանակով, որտեղ դուք արդեն ունեք հաղթանակ, եւ արդեն ունեք տպագիր խոսք, ինչի համար կխնդրեի բոլորս ծափարել։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում ամենամյա մրցանակաբաշխության բոլոր կազմակերպիչներին Շիրակում, Էլորիում, Երևանում և Թեհրանում։ Երկու խոսք ասեմ մեր մրցանակաբաշխության մասնակիցներին։ Եվս մի անգամ շնորհավորում եմ, սա բացառիկ առիթ է կարծում եմ ձեզ համար, երիտասարդ գրողների, արձակագրողների պոեզիա ներկայացուցիչների համար կարծում եմ, որ սա լավ սկիզբ է նաև և հետագայում ձեզ սպասվում է ճիշտ է դժվարին, բայց համոզված եմ հաջողության ճանապարհներ։ Գիտեք, այս մրցանակաբաշխությունը առաջի հերթին ձեզ տալիս է և ճանաչում, և ձեր գնահատական, բայց դա էլ մեծ պատասխանատվություն է աշխարհում։ Ձեր խոսքի հավասարակշիռ, ծառակշիռ, արմատներով, հարուստ լեզվով լեցուն ձեր ստեղծագործությունների համար։ Թող այս հաղթանակը լինի հերթականը ձեզ համար, ոմանց համար առաջինը, և այսուհետ ձեզ միայն հաղթական ճանապարհ, ձեր գրականության, ձեր ընտրած դժվար, բայց պատասխանատու, բայց շնորհաշատ գործի մեջ։ Շնորհակալություն։ Լսենք ևս մեկ երկալավերթու մշակույթի կենտրոնի լազու ժողովրդիկների համույթի մենակատար Սաթենիկ Ափոյանի կատարմամբ։ Համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալեքսանյան։
Շնորհակալություն։ Այս տարի Արարատ Մկրտումյանի գրական երիտասարդական հանրապետական մրցանակաբաշխության չափածոյի ժանրում մասնակցության հայտ են ներկայացրել 10 երիտասարդներ Շիրակից և Լոռուց։ Մասնակից երիտասարդներից մեկն արժանացել է առաջին մրցանակի և տպագրվել է նրա բանաստեղծությունների ժողովածում, ասել է նրա առաջին գիրքը։ Այժմ թույլ տվեք չափածոյի ժանրում մրցանակաբաշխության արդյունքները ներկայացնելու համար խոսափողի մոտ հրավիրել հիմնադրամի նախագահ Արթուր Մկրտումյանին և Անդրանիկ Կարապետյանին, ժյուրիի անդամ Հայաստանի գրողների միության բաժանմունքի նախագահ։ Խնդրեմ համեցեք։ 10 մասնակիցներից մեկը արժանացել է առաջին մրցանակի, իսկ մյուս 9 արժանացել է գրախտիսական մրցանակի։ Տրվում է բանաստեղծ Միլենա Ղարիբյանի Արարատ Մկրտումյան 2026 թիվ երիտասարդ գրողների ամենամյա հանրապետական գրական մրցանակաբաշխության գրախտիսական մրցանակին արժանացել։ Մերի Մանուկյան։ Մերի Մանուկյան։ Դայանա Դալակյան։ Դայանա Գրետա Մերժոմյան։ Անի Լազարյան։ Աղջիկ է ունենալու անի, շնորհավոր եմ։ Շնորհավոր։ Ես գտա։ Գրիգոր Ստեփանյան։ Շնորհավոր։ Իվոնկա։ Հովհաննես Կարապետյան։ Հրավիրում է առաջին մրցանակակրին պոեզիայի ժանրում բանաստեղծ Մարիկա Ռամբայանը։ Իվոնկա կարևոր մրցանակ։ Կարևոր ես է։ Կարևոր ես է։ Շնորհավոր։ Հա, Մարիկա Սիրելի ներկաներ, ողջունում եմ բոլորին։ Ինչպես արդեն նշվեց, այսօր հոբելյանական օր է, Արարատ Մկրտումյանի ծննդյան օրն է։ Չնայած նրան, որ նա մեզ հետ չէ, բայց նրա խոսքն ու ներկայությունը ապրում է մեր մեջ։ Ես այսօր քայլում եմ մի ճանապարհով, որը սկսվել է լռությունից, կասկածներից, բայց հասել ու հասունացել եմ մինչ այս պահը։ Իմ խորի շնորհակալությունն եմ ուզում հայտնել պարոն Մկրտումյան ձեզ այս հրաշալի նախաձեռնության համար, պարոն Միլիտոնյանին մեզ երիտասարդներից մոտիվացնելու և միշտ ոգեշնչելու համար։ Սա միայն ինձ համար մրցանակ չէ, սա նոր սկիզբ է և պատասխանատվություն, ավելի խորը զգալու գրականություն է և շարունակական ստեղծագործելու և գրելու համար։ Չեմ կարող երախտագիտությունը չհայտնել պարոն Միկոյանին, չնայած որ նա այսօր այստեղ չէ, բայց չեմ կարող չխոսել նրա մեծ ավանդի մասին,
ով ուղղորդել է քայլերս դեպի գրական աշխարհ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս ամենը, եւ ես այսօր այս հրաշալի օրվա մասնիկն եմ դարձել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Գասպարյանին, պարոն Միլիտոնյանին եւ բոլոր նրանց, ովքեր այսօր ինձ համար տոն դարձրին։ Եվ ինչպես Արարատ Մկրտումյանն էր ասում, մենք այսօր հեքիաթներ ենք հորինում, որ վաղը կորցնելու բան ունենանք։ Բայց այսօր ես գտել եմ իմ հեքիաթը, ես այդ հեքիաթի հերոսուհին եմ, բայց ես ոչ թե ակնկալիք ունեմ այն կորցնելու, այլ նորովի ստեղծագործելու եւ շարունակելու ավելի մեծ պատասխանատվությամբ։ Եվ իհարկե շնորհակալ եմ իմ ընտանիքին, ովքեր միշտ իմ կողքին են եղել են առաջին ընթերցողներս, եղել են քննադատներ, սակայն նաև միևնույն ժամանակ ոգեշնչողներ։ Շնորհակալ եմ։ Ողջույնի խոսք է ասում արդեն 10 տարի մրցանակաբաշխության հաղթողների գրքերի տպագրիչ, Արմավ հրատարակչության գլխավոր խմբագիր, մրցանակաբաշխության լավագույն բարեկամ, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Արմեն Ավանեսյանը։ Ես նոր օրենքը, որ ընդունվեց, մի գիշերվա մեջ դոկտոր դարձա։ Այլապես թեկնածու։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ վստահության համար Մկրտումյան ընտանիքին, Մկրտումյան հիմնադրամին, անձինս Արթուր Մկրտումյանի այսքան տարիներ Արմավ հրատարակչությանը վստահելու հաղթողների գրքերի հրատարակումը։ Ես շատ ուրախ եմ, որ մրցանակաբաշխությունը չի կրում, ասենք, չգիտեմ, անստեղ, մոլորակ, ծիածան, ծաղիկ, ինչ-որ նման անվանում և կրում է հենց բանաստեղծի ազգանունը, Արարատ Մկրտումյանի ազգանունը։ Շնորհավորենք Արարատ Մկրտումյանի ծննդյան օրը այսօր, ինչպես ինքն է ասում, էլի մի անձրևոտ ու թխոտ օր է ծնվել,
Արադ Մկրտումյանը իր հայտնի բանաստեղծության մեջ, հորս բանաստեղծության մեջ, բայց ամենակարևորը, որ նրա գրականությունը լեցուն էր սիրով։ Արադ Մկրտումյանի պոեզիան շատ կարևոր է մեր հայ գրականության համապատկերում, եթե մենք նայենք կտեսնենք, որ խոսքը մտերմիկ է, բայց միևնույն ժամանակ առեղծվածային։ Տեսնենք, որ անսովորի մի հետաքրքիր շքահանդես է սկսում անակնկալ զարգացումներով իր բանաստեղծության մեջ, եւ բանաստեղծությունը մարդուն տեղափոխում է իրոք մի մոգական, մի գեղեցիկ աշխարհ, որտեղից մարդը չի ուզում վերադառնալ իրականություն, բայց այսպես թե այնպես իրականությունը անպայման իրականությունը իր խոսքը գալիս եւ ասում է նորից բանաստեղծության ձևով եւ բանաստեղծության մեջ։ Այսպես Արադ Մկրտումյանը շատ հետաքրքիր ձևով երկինքը մոտեցնում է երկրին եւ երկրինը տանում է դեպի տիեզերք։ Եվ պիտի փաստեմ ու վկայեմ իբրև գրականագետ, որ Արադ Մկրտումյանի պոեզիան որքան նորարարական է, այնքան ավանդույթն է կրում իր մեջ, եւ որքան ավանդական է, այնքան նորարարական շունչ է տալիս հայ քնարերգությանը։ Ասացից վկայությունը թույլ տվեք ընթերցել իմ սիրելի գործերից մեկը, որը շատ եմ սիրում, սեր։ Ասել է թե, արթնացել ես այսօր, որ վաղը հիշես, թե ինչ էիր անելու երեկ։ Ասել է թե երկու խնձորներից քեզ չի հերիքում երրորդը եւ անընդհատ թվում է, որ այդ պահին մեկը ռոփում է քո մասին։ Ասել է թե փողոցի շներն անգամ քեզ ճանաչում են եւ բարև են հաչում, որ չմոռանաս սովորականի պես ծխախոտ վառել եւ շարունակել կիսատ զրույցդ։ Ասել է թե արթնանում ես կեսգիշերին եւ վախով հասկանում, որ գիշերուկես է արդեն ինչ չես տեսել նրան։ Այս գեղեցիկ, հետաքրքիր, մտերմիկ, ծխախոտ վառելու, շանհաչոցի հետ ապրող մարդու էմոցիաներն ու զգայություններն են, որ փոխանցվում են եւ յուրաքանչյուրը այստեղ կարող է իր զգայությունը գտնել, իր ապրումը գտնել, անգամ իր կենսագրությունը տեսնել բանաստեղծության մեջ։ Հենց սրանում է գրողի ուժը։ Եվ քանի գրող ասացի, հիշեցի, գրողների միության նախագահության անդամներ եմ, ախր ես։ Եվ հանձնարարություն ունեմ, պարոն Միլիտոնյանը ողջունում էր բոլորին, շնորհավորում էր բոլոր հաղթողներին եւ մասնակիցներին, որովհետեւ մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է։ Այսօր ձեր գիրը, այո, հասանելի է դառնում ընթերցողին, որ ինչպես պարոն Մկրտումյանը հրաշալիորեն նշեց, նաեւ մեծ պատասխանատվություն է բերում գրիչ վերցնելուց առաջ, ոնց որ Անդրանիկը ասում էր գլուխը բարձին դնելուց առաջ մտածի, մենք պիտի ասենք գրիչ վերցնելուց առաջ կամ ստեղնաշարը արջևը քաշելուց առաջ մի քիչ ավելի թող մտածեն բոլոր ստեղծագործողները։ Եվ Հայաստանի գրողների միության կողմից պատվոգիր է տրվում բանաստեղծուհի Մարինկա Ռաֆայելյանին Արադ Մկրտումյան հանրապետական մրցույթին մասնակցելու եւ անավարտ մեկնում գրքով հաղթանակի արժանանալու համար, առաջին մրցանակի արժանանալու համար։ Տրվում է պատվոգիրը Հայաստանի գրողների միության նախագահ Ստեփան Շնորհակալություն պարոն Աղանեսյան, այս պահին կատարում ենք սաքսոֆոնի մենանվագ ուշադրություն Հրաչյա Պապինյանի կողմից։ Ես կարծես զարմանք նկատեցի ձեր դեմքերին Ալավերդու մշակույթի արվեստի դպրոցի 6-րդ դասարանի Սան Հրաչյա Պապինյան կրտսեր։
Հրաչյա Պապինյանին։ Դե ինչ հարգելի հյուրեր, ահա այս պահին ժամանակն է հրապարակելու նաև արձակի ժանրում մրցանակաբաշխության արդյունքները։ Հայտ է ներկայացրել 13 երիտասարդ, ճիշտ եմ, 2 Լոռից և 11-ը Շիրակի մարզից։ Արձակի մրցանակաբաշխության արդյունքները կներկայացնի Անդրանիկ Կարապետյանը, Հայաստանի գրողների միության Շիրակի բաժանմունքի ղեկավար։ Պատվոգրերը հանձնելու համար կրկին խոսափողի մոտ ենք հրավիրում Արարատ Մկրտումյան հիմնադրամի նախագահ Արթուր Մկրտումյանին։ Խնդրեմ, համեցեք։ Արձակի ժանրում մենք ունենք 13 մրցանակակիրներ, ինչպես արդեն նշվեց։ Նրանցից 2-ը հիմա ներկա, մենք 2-ի մրցանակները կրանք։ Հիմա ես սիրով հրավիրում արձակագիր Գրիգոր Պետանյանին իր մրցանակը ստանալու։ Կայանել Ամբարյանը ծնունդով Լոռեցի։ Այսօր դե հարցն է։ Գյումրիում է գնա։ Այսինքն հաջորդ տարի Կայանը ներկայանալու որպես գյումրեցի։ Կայանելը մոտեցի։ Այսինքն բարի գործ են կատարում Արթուր Մկրտումյանին։ Անի Խաչատրյան, Ամալիա Ենգոյան, Անայք Հարությունյան, Լիլիթ Հակոբյան, Իմա Բունոսյան, Սեդա Մինասյան, Սյուզաննա Գալստյան, Սյուզի Գևորգյան, Սոնա Ավետիսյան, Էդվարդ Թատերոսյան և Հայկ Տեր-Մկրտչյան։ Ես ուզում եմ խորհրդանշական մի բան նշել, ցույց տալ, հիշեցնել, ասել և մաղթանք, ուրեմն այսօրվա և հաղթողներ բոլորն են հաղթող, այսօրվա հաղթողներին։ Ուրեմն մի հայրենիք ավելի ծանրացող արյուն։ Մենք ապրում ենք, ստեղծագործում ենք, ստեղծում ենք և մեր կյանքով ու մեր ստեղծածով ավելացնում ենք հայրենիք, ինչպես Արարատ Մկրտումյանի բանաստեղծության մեջ է, երբ մայրն ասում է դու ծնվել ես, զավակս որ մի հայրենիք ավելի լինի, եթե ճիշտ եմ հիշում, ուրեմն։ Եվ այսօր ցավոք սրտի մենք ունենք կորցրած հայրենիք և այս ստեղծագործողները, մեր երիտասարդները, իրենց ստեղծագործությամբ և իրենց կյանքով ավելացնում են հայրենիք։ Ծանրացող արյուն ունենք մեր սրտին, կորուստներ ունենք և ուրեմն Մարինկա ջան դու ասացիր, հիշեցրիր, չէ, հեքիաթներ ենք հորինում, կորցնելու բան ունենանք։ Ես ուզում եմ հավատալ, որ դուք բանաստեղծություններ եք գրում, ամեն մեկն ապրում է, ամեն մեկ իր անելիքն անում է, որպեսզի մենք վերագտնելու բան ունենանք։ Եվ մաղթանքս Արարատ Մկրտումյանի, ուրեմն չհնացող, բայց հիշեցնող և ավիշի պես առաջ գնացող այդ արյան, որ ծաղկի նման է լինելու ու բացվելու, մաղթանքս, որ մենք կարողանանք վերագտնել։ Եթե Արարատ Մկրտումյանը շարունակում է իր ստեղծագործությամբ ապրել և իր երկրային կյանքը շարունակում է իր երկնային և հետ երկրային կյանքից հետո, շնորհիվ նաև Արթուր Մկրտումյանի ներողություն, ուրեմն մենք պարտավորություն ենք ստանձնում, սիրելի հաղթող երիտասարդներ, մաղթանքս այն է, որ երբեք
չիջեցնեք նշած զոհը։ Արարատը սովորական ձայնով չէր կարդում իր գործերը։ Երբ որ կարդում էր, զգում էր, որ Արարատը բարձրանում է ու մեզ բարձրացնում է, հասցնում է այնպիսի վիճակի, որ կոչվում է մակրոտիեզերք։ Իսկապես Արարատը նման է իր հեքիաթի այն հերոսին, որը գաղտնակարգ է անցել։ Արարատը իսկապես այն հերոսն էր, որ նայեց, խոնարհվեց իր դերսի տարտարոսին, իր անդունդին, հենվեց եւ այնտեղից լույս բերեց մաս-մակուշ բանաստեղծության տեսքով, այն խաղերի տեսքով, այն տաղիքների տեսքով, որ այսօր մեզ տանում է դեպի վերև ու մեզ մոտեցնում է այն հերոսին, որը պետք է անցներ գաղտակաշների փուլով։ Արարատը հուշագում էր ավագան։ Արարատը այս մակուշ տեսիլը ուներ, այս պայծառ օրվա տեսիլը ուներ։ Գրական սերնդապողության հաղթանակը Արարատի տեսիլի մեջ կար։ Եվ ես շնորհակալ եմ ձեզանից, իմ երիտասարդ ստեղծագործող ընկերներ, իմ կրճիկներներ, կրճակույրեր, որ այսօր Արարատի երազած օրվան եք մոտեցրել մեզ։ Ու մենք վստահ ենք, որ դուք միշտ վերելքի երկեր կունենաք ձեր հոգում, ձեր շուշտերին կհնչեն այդ երկերը, եւ դուք ստեղծագործական նորանոր գյուտերով տարբերվող կլինեք։ Ամենակարևորը նման լինեք ինքներդ ձեզ եւ տարբերվեք մեկը մյուսից։ Սա կարծում եմ Արարատի ձայնով ես լսում եմ։ Արարատի տեսլական ձայնով։ Շնորհավորում եմ բոլորիդ ու կուզենամ, որ միշտ իմ սիրած բառը ասեմ, հավասարը լինեք հավասարների մեջ ու լինեք առաջինը։ Շնորհակալություն հարգելի ներկաներ, շնորհակալություն ենք հայտնում բոլորին, սակայն նախ եւ առաջ նրանց, ովքեր հաղթեցին եւ մասնակցեցին մեր մրցանակաբաշխությանը, իհարկե շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակ Արարատ Մկրտումյան հիմնադրամի նախագահ մրցանակաբաշխության հովանավոր Արթուր Մկրտումյանին, ձեր ծափերը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, Միության Շիրակի եւ Լոռու բաժանմունքների նախագահներ Անդրանիկ Կարապետյանին, Մանվել Միկոյանին, ովքեր կազմակերպում են գործընթացը։ Ժյուրիի հարգարժան բոլոր անդամներին նույնպես շնորհակալություն ենք հայտնում հրատարակչին, գեղարվեստական մասի բոլոր մասնակիցներին եւ իհարկե Քեֆիլյան հյուրանոցառեստորանային համալիրի ղեկավար Արմեն Քեֆիլյանին սրահը մշտապես սիրահորժար մեզ տրամադրելու համար։ Մրցանակաբաշխությունը կարող ենք համարել ավարտված այս պահին, եզրափակենք Դոմաջյանց բնդի կողմից կրկին եւս մեկ կատարմամբ։ Շնորհակալություն հարգելի հյուրեր, շնորհավորում ենք մեր մասնակիցներին եւ հաղթողներին։